Հենց նոր Ալիևից հերթական հայտարարությունը։ Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ արեց հայկական օկուպացիան, բայց մենք պետք է նայենք դեպի ապագա։ Մենք վրեժ լուծեցինք մարտադաշտում եւ դա բավական է։ Այս պատերազմը պետք է ավարտվեր եւ մենք որպես ավելի ուժեղ կողմ առաջարկեցինք խաղաղություն եւ հիմա խաղաղությունը իրականություն է։ Խնդրեմ այս մասով ձեր մեկնաբանությունը։ Մի մարդ, որը ժամանակին մեր իրական ղեկավարների առջև կզած է մշտապես նստել, այսօր ահա այսպիսի հայտարարություններ է անում։ Տեսեք, հենց այս Ալիևի հայտարարությունը արդեն խոսում է այն մասին, որ իրական խաղաղության մասին խոսելը հիմնականում անիմաստ է, այնինչ որ անունը դրել են խաղաղություն, դա խաղաղություն չի, դա կապիտուլացիա է բառի իսկական իմաստով, այսինքն այն պայմաններն է, որ դու պատերազմ չունենալու համար, արյունահեղություն չունենալու համար, զոհեր չունենալու համար պատրաստ ես ամեն ինչից հրաժարվել, տարածքներից հրաժարվել, քո արժանապատվությունից հրաժարվել, ազգային արժեքներից հրաժարվել, միայն դիմացը ստանալ այն, որ զոհեր չլինեն, պատերազմ չլինի եւ դու մնաս իշխանության։ Այսօրվա մեր իրավիճակը ցավոք սրտի սա է եւ Ալիևի կարծում եմ այդ կատարած հայտարարությունը հետեւյալն է, որ մենք հաղթեցինք եւ հիմա խաղաղությունը հաստատվել։ Ոչ մի հաղթանակի արդյունքում վերջնական խաղաղություն չի կարող հաստատվել։ 94 թվականին էլ մենք էինք վերջնական հաղթել, հաղթողի դիրքում մենք էինք, բայց տեսանք բարի իսկական իմաստ, որ խաղաղություն չհաստատվեց 27 տարի անց իրավիճակը փոխվեց, դժբախտաբար ի վնաս մեզ, եւ Ալիևը հիմա խոսում է հակառակ, ասենք, այն դիրքում է կանգնած, որ մենք էինք կանգնած, եւ այն դեպքում, երբ դու հաղթանակով ես փորձում խաղաղություն հաստատել, դա նշանակում է, որ մեկ կողմը գերազանցում է եւ իր գերազանցությունը փորձում է պարտադրել դիմացի կողմին։ Միշտեր իրական խաղաղություն հաստատվում այն պայմաններում, երբ երկու կողմերը հավասար դիրքերի վրա են կանգնած, հավասար պայմաններում են նստում բանակցությունների սեղանին եւ կարողանում են միասին իրար հետ համաձայնության գալ, ինչ որ այդպես ասած սակարկություններ տալ, ինչ որ զիջումներ կատարել, ինչ որ բաներ ստանալ։ Հիմա այս դեպքում դեռ որևիցե մեկը չգիտի կամ չենք տեսնում առարկայական, թե մենք այս ամբողջ գործընթացների մեջ իրականության մեջ ինչ ենք ստացել մինչև այս պահ։ Միակ բանը, որ ստացել ենք սահմանին զոհեր չունենալը, որ դա էլ մի տեսակ այդպես ասած դեռ կասկածի տակ է, որ իրականության մեջ այդպես է թե ոչ, ընդհանուր մեր ստացածը հետևյալն է եղել, բայց ման դրա համեմատենք Ադրբեջանի ստացածի հետ այս ամբողջ ստացում ընթացքում կամ այն ինչ որ ասենք միջազգային դերակատարներն են ստացել, կարող ենք հասկանալ, որ մենք այս դիրքում հիմնականում զիջողի դերում ենք եղել եւ այս պայմաններում բնականաբար ոչ մի խաղաղության մասին խոսելը ընդհանրապես անիմաստ է։ Այս փուլում այս խայտարակ իրավիճակի այս հետապնդումների ձերբակալություններ, կալանավորումներ ինչ պետք է անի ընդդիմությունը, պարոն Մարգարյան, նաև ընդդիմության միավորման մասին է խոսքը գնում, արդյոք անհանգստություն եւ վտանգներ չկան, որ կարող է կրկնվել սրբազան պայքարի պատկերը եւ ցավով այդտեղ չունեցանք հաջողություն եւ ինչով է այս միավորումը տարբերվելու, որ կհաջողի, խնդրեմ։ Ցավոք սրտի մենք սրբազան պայքարի, այո, Բագրատ Սրբազանի դառը փորձ ունենք։ Այդ փուլում 2024 թվականի մայիսին, եթե հիշեք, հսկայական ժողովուրդ կար փողոցում, հսկայական պոտենցիալ կար, դժբախտաբար հնարավոր չեղավ այդ պոտենցիալը պահել եւ բերել հասցնել այսօրվա ընտրություններին։ Հիմա պատկերացրեք, այդ պոտենցիալը մնար 2 տարի ուժեղանար, հզորանար եւ հիմա ընտրությունների ժամանակ կարողանայինք դա օգտագործել։ Հիմա միայն սրբազան պայքարը չի, մոտավորապես անցած տարի հենց այս ժամանակները եկեղեցու դեմ սկսված բռնաճնշումների արդյունքում նման համախմբում կրկին ստեղծվել է, բայց տեսանք դա էր հնարավոր չեղավ այդ պոտենցիալը բերել դաշտ եւ օգտագործել ընտրությունների ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը կարողացավ ժամանակին դա հիմա իր ունեցած լծակներով չեզոքացնել։ Հիմա մտահոգություն կա, որ այս համախմբումն էլ հետեւյալ նույն առաջնորդությամբ է գնալու։ Գիտեք, հիմա մենք այդ փորձը ունեցել անդիմությունը, արդեն մի քանի նման շարժումներ եղել են եւ ես կարծում եմ այդ փորձը, որ մենք ունեցել ենք եւ այդ զախողումները նաեւ ինչ որ պետք է պատճառ հանդիսանան կամ առիթ հանդիսանան, որպեսզի մենք դրանից դասեր առնենք եւ նույն սխալները չկրկնենք, այսինքն չգնանք նույն ճանապարհով, ինչով գնացել ենք սրբազան պայքարի ժամանակ կամ եկեղեցու դեմ այդ հալածանքների ժամանակ են գնացել եւ փորձենք հիմա այդ սխալներից դասեր քաղելով շտկենք։ Օրինակ խոսվում է համադրող խորհուրդ ստեղծելու ժամանակ, հիշում եք Բագրատ Սրբազանի ժամանակ էլ նման մեկ համադրող խորհուրդ ձևավորվեց, բայց դրա արդյունքում տեսանք Բագրատ Սրբազանը եւ պայքարողները հայտնվեցին բանտում, իսկ հետո որտեղ էր այդ համադրող խորհուրդը, որից է մեկը կարծում եմ հետո այլևս դրանց մասին որից է բան չլսեց եւ չկարողացավ այն դերակատարությունը, որ իրենից սպասվում էր ունենալ։ Հիմա
Ես կարծում եմ, չեմ ասում դա չպետք է լինի, բայց ամեն դեպքում համախմբումը լավ բան է, չեմ կարծում որից է մեկը դեմ լինի, գոնե ես կարող եմ շատ հստակ ասել, որ օրինակի համար դաշնակցությունը գոնե ես որքան մոտիկից ծանոթ եմ, ամիսներ ընտրություններից առաջ տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպումներ էր անցկացնում, փորձում էր հասնել գաղափարի շուրջ համախմբման, որտեղ գիտեք, հիմա մի տեսակ պատկերացնել, որ Հայաստանում մեկ անձի շուրջ համախմբում է լինելու, շփոթված մեծ լավատեսություն է լինելու։ Կարծում եմ Բագրատ Սրբազանը այն եզակի կերպարն էր, որի շուրջ հնարավոր եղավ այդ անձի շուրջ համակերպումը ստեղծել, թեև եթե հիշեք, այն ժամանակ էլ մի տեսակ դեռ այդպես 100%-անոց համախմբում ընդդիմադիրներ կային, բայց ամեն դեպքում հնարավոր եղավ մեծ տոկոսով այդ համախմբումը Բագրատ Սրբազանի շուրջ ձևավորել։ Ես չեմ կարծում կամ գոնե դժվար եմ տեսնում, որ հիմա մենք կարող ենք նման մեկ կերպար գտնել, որի շուրջ այդպիսի 100%-անոց համախմբում լինի։ Բայց գաղափարն է կարևոր իմ կարծիքով այս պահին, ինչի շուրջ երկար ժամանակ ընդդիմությունը ձգտել է, դա Նիկոլին իշխանությունից հեռացնելու, ամեն գնով իշխանությունից հեռացնելու գաղափարն է, սահմանադրական եւ իրավական բոլոր իսկ կարծում եմ հնարավորությունները դեռ սպառված չեն եւ համախմբված լինելու դեպքում հնարավոր է դրան հասնել։ Ասում եմ այսօրվա այս ընտրությունների արդյունքները, որ ձևակերպվել են Նիկոլ Փաշինյանի պահվածքը վերջին օրերի ընթացքում, շատ հստակ խոսում են այն մասին, որ իր հաղթանակը համոզիչ չի, ինքը շատ լուրջ վտանգ է ազգում դեռ եւ այդ վտանգի վրա, այդպես ասած, կենտրոնանալով, իմանալով, որ այդ վտանգը որտեղից է գալիս, ես կարծում եմ պլանավորելով կարելի է հասնել հստակ նպատակների եւ թույլ չտալ, որպեսզի այս իշխանությունը գոնե հանգիստ տոնի իր վերարտադրությունը։ Այսինքն նախորդից դասեր քաղելով ընդդիմությունը ամեն դեպքում միավորում կարելի է եւ այս հարցը հնարավոր է լուծում տալ։ Ես կարծում եմ այո, այսինքն միայն այդպես խոսել համախմբման մասին, եկեք համախմբվենք, անենք, շատ հեշտ է բառերով դրա մասին խոսել, բայց մեր հայկական իրականության հետ ովքեր շփվել են, քաղաքական ուժերի հետ շփվել են, գիտեն չափազանց դժվար է քաղաքական բոլոր ուժերին այդպես մեկ կերպարի շուրջ բերել համախմբել։ Ասում եմ, Բագրատ Սրբազանը մի եզակի երևույթ էր այն ժամանակ, եթե չեք ամենատարբեր քաղաքական ուժերը դաշնակցությունից սկսած մինչև ազգային ժողովրդական բևեր եկել էին, համախմբվել էին, հիմա պատկերացնել, որ այդ համախմբումը մենք ունենալու ենք մեկ, այդպես ասած, գաղափարի շուրջ, դա դժվար է։ Օրինակ, հենց ընտրություններից հետո իշտամ շատ անկես խոսեմ, ընդդիմությունը հայտարարություն տարածեց, բայց տեսանք, որ քաղաքական ուժերից ազգային ժողովի ընտրություններին մասնակցած ընդդիմության ճակատում գտնվող ուժերից եղան ուժեր, ովքեր այդ ընդհանուր հայտարարությանը չմիացան։ Հիմա այս պայմաններում պատկերացնել, որ մենք կարող ենք այդպես ասած 100%-անոց մեկ համախմբման հասնել մեկ անձի շուրջ, մի քիչ իմ կարծիքով շատ գուցե մենք լավատես լինենք, բայց գաղափարը ես կարծում եմ հնարավոր է այդ գաղափարի շուրջ համախմբման հասնելը եւ եթե կանանք 100%-անոց բոլորս համոզվենք, որ մեր ուժերը պետք է ներդնենք եւ պես ասած համատեղ ենք այս իշխանությունից ձերբազատվելու հարցում, ամեն դեպքում դա սարերի հետևում չի հնարավոր է դրան հասնել։ Հենց հիմա քանի որ կառավարության նստից հետո Փաշինյանի ասուլիստ է ընթանում, այն աստիճանի եմ ջախջախել ընդդիմադիրներին, որ հիմա չեմ հիշում, մի 5 րոպե պիտի մտածեմ նոր ասեմ։ Ինչ ասեմ, երեկվա իր պահվածքը կարծում եմ ամենալավ վկայությունն է կամ պատասխանը իր այսօրվա պահվածքի։ Չեմ կարծում այսօրվա մեր ընդդիմությունը ջախջախված ընդդիմություն է, մեր ընդդիմությունը գոնե կարողացել է հասնել այն նպատակին, Նիկոլ Փաշինյանին թույլ չտվել ունենալ այնպիսի մեկ մեծամասնություն ազգային ժողովում, որով ինքը կարող էր հեշտությամբ այդ հարակվեին հասնել։ Սա 100%-անոց հաղթանակ չի, բայց առնվազն նպատակներից մեկ իրագործված է եւ կարծում եմ հենց այդ իրագործված նպատակից ելնելով կարելի է հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանը ամեն դեպքում իր խնդիրները ունի եւ այդ խնդիրների հիման վրա է որ նման հայտարարություններ անի։ Շնորհակալություն, պարոն Մարգարյան։ Ես եմ շնորհակալ, խնդրեմ։